Մաթեմատիկան կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում, օգնելով մեզ լուծել տարբեր խնդիրներ, սկսած հաշվարկներից մինչև տեխնիկական նախագծումներ։ Այդպիսի հիմնարար մաթեմատիկական սկզբունքներից մեկը Պյութագորասի թեորեմն է, որը լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, ինժեներությունը, նավիգացիան և նույնիսկ սպորտը։ Ողջույն, ես Վալերի Սարգսյանը, սովորում եմ Կապանի T6 հիմնական դպրոցում, նախագծային աշխատանքից ընտրել եմ երկրաչափություն օրական, ղեկավար Մարության։ Մեր թեման է Պյութագորասի թեորեմի կիրառությունը կենցաղում։ Եվ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ստեղծել պաստառ, որտեղ կներկայացնենք Պյութագորասի թեորեմը որոշ բնագավառներում։ Ես Ժակ Ավգուստամյանն եմ, ուսումնասիրել եմ Պյութագորասի թեորեմի սպորտում։ Պյութագորասի թեորեմի իմացությունը օգնում է այն կիրառել ֆուտբոլում, բասկետբոլում, գոլֆում և այլ սպորտաձևերում։ Ես Նարեկ Հարությունյանն եմ, ուսումնասիրել եմ Պյութագորասի թեորեմը շինարարությունում և ճարտարապետությունում։ Ես Արամ Հակոբյանն եմ, ուսումնասիրել եմ Պյութագորասի թեորեմի կիրառումը ավիացիայում և տրանսպորտում։ Ես Գալուս Զաքարյանն եմ, ուսումնասիրել եմ Պյութագորասի թեորեմի կիրառությունը նավիգացիա և քարտեզագրության մեջ։ Ես Հանի Բաբայանն եմ, ուսումնասիրել եմ Պյութագորասի թեորեմի կիրառությունը ինժեներության և տեխնոլոգիայի բնագավառումը։ Ինժեներիա և տեխնոլոգիա։ Ինժեներիա և տեխնոլոգիաները Պյութագորասի թեորեմը օգտագործում են այն ժամանակ, երբ որ աշխատում են ճշգրիտ հաշվարկումների վրա։ Ռոբոտաշինություն։ Ռոբոտները կարող են ոչ միայն դաշնել նաև մի ուղղության, այլ կարող են դաշնալու նաև այլ ուղղությամբ։ Պյութագորասի թեորեմը օգնում է պարզել նրանց ընդհանուր հեռավորությունը։ Բարձր շինություններ նախագծել շատ կարևոր է գնահատել նրանց հիմքի բարձրությունը և լայնությունը։ Նույնպես կիրառվում է Պյութագորասի թեորեմը։ Այսպիսով Պյութագորասի թեորեմն ապացուցում է, որ մաթեմատիկան ոչ միայն տեսական գիտություն է, այլև գործիք, որը կարելի է կիրառել ամենօրյա իրավիճակներում, լուծելով իրական խնդիրներ։